Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին։ Այն կհեռարձակվի վաղը նոյեմբերի 9-ին ժամը 21-ին։ Երկրորդ նախագահը խոսել է 44-օրյա պատերազմի մասին։ Դուք 2 շաբաթ մոտավորապես Արցախում եք։ Այո։ Ինչպես եւ ինչու ի վերջո ընկավ Արցախը։ Մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էր մի կոստյում, որը հաստատ իրենց վրայով չէր։ Անճարության մի զգացողություն էր, որ դու տեսնում ես, որ ամեն ինչ կորցնում եք, քո հայրենիքդ կորցնում ես, չեն կարողանում այդ պատճառով։ Ինչ ուզում է առանց կարակելու տալիս ես։ Նիկոլ Փաշինյանը ունի ներքին չարության մի հսկայական ծավալ, եւ իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում։ Անընդհատ դուրս է տալիս։ Եթե ինքն ալինելու, այսպես ալինելու, մենք ներքին համերաշխություն, ներքին կայունություն երբեք չենք ունենալու։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի նախորդին տված հարցազրույցում հնչած այն մտքին, թե չի հասկանում, թե ինչպես է հնարավոր 44-օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել հոբ միջոցների կեսը։ Նա գրել է իր Facebook-յան էջում. «Ինչ կա չհասկանալու, ձեր թողած հոբ համակարգը ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ հոբ համակարգը մետալոմ էր, բառի զբուն իմաստով մետալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ 3 մատի կոմբինացիա են ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան։ Ձեզ էլ էին 3 մատ կոմբինացիա ցույց տվել։ Հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալոմի փոխարեն այլ բան արկա կլիներ։ Ու որ հանկարծ իրենց կողմից մեզ 3 մատի կոմբինացիա ցույց տալը շատ աչքծակող չլիներ, դաշնակիցները սիմվոլիկ 1-2 բան էին մեզ գծում, անհրաժեշտ 0.1%-ը, որ հետո թեմա բացվելու դեպքում մատնացույց անելու բան ունենան։ Հիմա ինչ ես գնացել փեսուտ ձեռքից կերակրվողների դիմաց նստել։ Հետս բանավիճում։ Բանավիճելու բան ունես, արի գնանք բանավիճենք ուղիղ եթերում։ Առանձին գրառման Փաշինյանը կրկին բանավիճելու մասին է գրել, նաև հրավիրել Ռոբերտ Քոչարյանին եւ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Լավ բանավեճի չեք գալիս, եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։ Մենակ այն ամենապին դիմակներից կհակնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի։ Անդրադառնալով գործող իշխանությունների կողմից բանակը կազմաքանդելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի դատողություններին Փաշինյանը մեջբերում է արել 2018 թվականի ապրիլի 17-ի Սերժ Սարգսյանի խոսքից այն մասին, որ ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը եւ նկատել, մեջբերում ենք, որովհետեւ իմացել ես, որ բանակի փոխարեն Բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Բանակցային գործընթացին անդրադառնալով Փաշինյանը Սերժ Սարգսյանին սպառնացել է, մեջբերում եմ, հեչ չնեղվես բանակցային պատմության առանցքային թղթերը ներառյալ 2019 դասավորել եմ։ Հիմա սքանենք անում ու միջև տարվա վերջ հրապարակելու եմ։ Արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Նաև քո գրած մի նամակ է մեջը դնելու, որ չմտածես առեմ համարում, որ զարթնես Լևոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին էլ խաբարարա։ Սերժ Սարգսյանի վերաբերյալ վերջին գրառմամբ էլ Փաշինյանն առաջարկել է ձեռքբերված սպառազինությունը ցուցադրել Հայաստանի քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի։ Փաշինյանը գրառումներից հետո 3 անգամ լայվ է մտել Facebook-ում հետևյալ թեմաներով. ինչպես կարող էին կանխել 44-օրյա պատերազմը, իմ սխալը ինչպես ենք ապահովելու մեր անվտանգությունը եւ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռքբերումները։ Ընթացքում էլ եւս մեկ գրառման Փաշինյանը հայտարարել է սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Արձագանքելով Սերժ Սարգսյանի հարցազրույցին եւ դրան հաջորդած մի ամբողջ օրը շարունակող Նիկոլ Փաշինյանի ստատուսներին վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրել է. ակնհայտորեն Նիկոլը կաշվից դուրս է գալիս, որպեսզի գտնի ինչ որ ելքեր Սերժենց իրենց զրոյական ռեյտինգով նորից խորհրդարան անցկացնելու համար։ Դրանով է պայմանավորված իր իբրև թե հիստերիկ պատասխանները Սերժի ասածներին, որոնք իրականության մեջ բխում էին միմիայն Նիկոլի շահերից։ Անցած անգամ Սերժեն ստացվեց անցկացնել խորհրդարան, կապելով Վանեցյանի մեջքին։ Այս անգամ դեռ պարզ չէ, թե ում ինչին կապելով է դա հնարավոր անել։ Նիկոլ ջան, 1000 անգամ բացատրինք, Սերժի ռեյտինգը մի չնչին կարաբարձրացնի Սերժի կալանավորումը։ Գարեգին երկրորդն այսօր մեկնել է Հնդկաստան։ Ամենայն հայոց կաթողիկոսը Հնդկաստանում հանդիպումներ կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության եւ ուսուցչական կազմի հետ։ Կեսգիշերին Տավուշի մարզի այրում կայարան է հասել ղազախական ցորենը, անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։ Նշենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանով ռուսական ցորեններ ներկրվել Հայաստան։
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Նա հայտնել է, որ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը ոչ միայն իր, այլև մյուս բոլոր 1 տասնյակից ավելի մեղադրյալների վերաբերյալ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս գործով միայն 1 անձին վերաբերյալ կիրառվել է տնային կալանք։ Նա Էրեբունու գինու կոնյակի գործարան ընկերության սեփականատեր Հովհաննես Մարգարյանն է։ Մյուսների նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց։ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ Հանրայինին հայտնել են քննչական կոմիտեից։ Ըստ մեղադրանքի պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Երկրապահ կամավորական միության այն ժամանակվա նախագահ Մամբել Գրիգորյանի եղբորորդուն, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին։ Չնայած նրան, որ մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանի համար։ Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավել նաև գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։ Բաքվում այսօր կայացել է շքերթ, որի ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդներն անդրադարձել են 44-օրյա պատերազմին։ Ալիևն իր ելույթում հեգնանքով նշել է, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքվում թեյ կխմեն։ Նա հավելել է, որ այսօր նրանց տանկերը ցուցադրվում են Ռազմավարի այգում, իսկ իրենք գտնվում են Բաքվի մեկուսարանում։ Իսկ Էրդողանը գովաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին երկարատև խաղաղության հասնելու ջանքերի համար։ Թուրքիայի նախագահը համարձակ է որակել Փաշինյանի քայլերը։ Հանրապետության ամբողջ տարածքում հաջորդ շաբաթ սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 1-ից 2 աստիճանով։